Ավելի քան 4 ամիս լռություն պահպանելուց հետո ամենայն հայոց կաթողիկոսը հարբուխային ձայնով հասկացրեց մտադիր չէ հեռանալ։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր սուրբ եկեղեցին անսասան է։ Երեկ երեկոյան մեր ձևով շարժման մասնակիցները ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Մայրաթոր։ Տաճարում միասնական աղոթքից հետո վեհափառը օրհնեց ուխտավորներին, ասաց մեր սրտերը ծանրացած են։ Քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ։ Հավատում ենք, որ Աստուծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Կիրակի, երբ ուխտավորները Մայրաթոր էին հասել, վեհափառին ու եկեղեցուն աջակցություն հայտնելու, Հայաստանի վարչապետը դարձյալ հոգևոր օրակարգով, բայց Վատիկան էր ուղևորվել։ Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի հանդիսապետությամբ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի և ևս 6 հոգու սրբադասման արարողություններ։ Օսմանյան կայսրությունում ծնված հայր Իգնատիոսից թուրք զինվորները պահանջում են, որ իսլամ ընդունի, նա մերժում է ու գնդակահարվում 1915-ին։ Arczepiskopos Մալոյանին Վատիկանը դեռ 25 տարի առաջ էր երանելիների շարքը դասել։ Սրբադասման արարողությանը ամենայն հայոց կաթողիկոսներ հրավիրված էր, սակայն Վատիկանում նրա ներկայացուցիչը խաժակ arczepiskopos-ն է մասնակցել արարողությանը և դրան հետևած ճաշին։ Կադրերում տեսնում ենք նրա շփումը Հայաստանի վարչապետի հետ։ Բնականաբար, երբ որ ներկա ես, երբ որ գողջուն է, պիտի պատասխանես այդ ողջույնը։ Արդյոք arczepiskopos-ը Փաշինյանի հետ քննարկել է եկեղեցի պետություն գերլարված հարաբերությունների հարցը, իշխանական թիմի կտրուկ ու կոշտ պահանջները ուղղված Գարեգին II-ին, թե ազատիր վեհարանը։ Անշուշտ, ինչ պետք է լա, բայց այսօր չեմ գրել պաշտոնապես, որովհետև ոչ պաշտոնական բան էր այդ։ Ռաստապես հասնական իմ բանը իրեն փոխանցեցի։ Խոսել է, բայց հանրայնացնել չի կարող խաժակ arczepiskopos Պարսամյանը դեռ տեսնում է երկխոսության, հաշտության հնարավորություն։ Գիտեմ, որ շատ բրգված վիճակ է, բայց պետք չէ, ինչպես սկսեն ցերկերը լվալ, պետք է ամեն ցևով փորձել հարցերը լուծելու։ Նրա ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Հռոմի Պապը ողջույնի խոսքում արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին հիշատակեց, իսկ Հայաստանի վարչապետին ոչ, միայն նշեց Հայաստանի ու Վենեսուելայի պատվիրակություններ։ President of the Italian Republic and the President of Lebanon and the distinguished official delegations, especially of Armenia and Venezuela. Իտալիո նախագահին, Լիբանանի նախագահին բարեկալուս մաղթեց, բայց վարչապետին մասին բանը չասավ։ Arczepiskopos-ը չի շտապի եզրակացնել, թե Պապն այսպիսով իր վերաբերմունքն է արտահայտում կաթողիկոսին գահից իջեցնելու գործն սկսած Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դժվար է ասել, բայց երբ որ միսներուն անունը գուտա, վարչապետի անունը չի դար, Վատիկանը այնքան նուրբ քաղաքականություն ունի, որ Նուրբ քաղաքականության շրջանակներում Հռոմի Լևոն 14-րդ Պապը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ, ըստ կառավարության լրատվականի հայ-ադրբեջանական խաղաղության նաև հումանիտար հարցեր են քննարկվել։ Շուրջ մեկ ամիս առաջ Պապի հյուրն էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի հուշարձանների մասին պատմող ալբոմով։ Հայաստանում ուրբաթօրվանից եռում է հարցը 3 սրբազանների կալանքից ու տասնյակ քահանաների բերման ենթարկելուց հետո հերթը կաթողիկոսինն է, վեհափառն առայժմ քրեական որևէ գործում ներգրավված չէ։ Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումից հետո իշխանական լրատվամիջոցում մի ձայնագրություն տեղադրվեց, որում հնչում է վեհափառի անունը։ Նախկին հոգևորականը ձայնագրությունում պնդում է Գարեգին II-ն իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, վարույթ նախաձեռնվել է դեպքի արդիվ, հետապնդվողներ դեռ չկան։ Ինչու են անակնկալ առավոտ շուրջ ժամը 7-ին ներխուժում մեր բնակարան, այսի նորմալ չի, երիք չի ներխուժել են, հələ շամն էլ քաշքշում էին, շունը դե իր տարածքը պաշտպանում է, այսինքն
դուրս ենք եկել, որ մեր շանը իրենցից փրկենք, էլի։ Արագածոտնի թեմից Տեր Վրդանես քահանան մինչև այժմ տարակ ու սած զայրացած է։ Վաղ առավոտյան ներխուժել, խուզարկել, բերման ենթարկել, ինչու եթե կարող էին թեմ ծանուցում ուղարկել ու իրենք բոլոր քահանաներով կգնային քննչական կոմիտե։ Նրա ընտանիքն այդ քննչական գործողությունից հետո ուղղակի պարալիզացված է։ Ոչ միայն իմ հեռախոսն են արգրավել, այլ նաև կնոջս եւ 4 երեխաներիս հեռախոսներն են արգրավել եւ տանը եղած համակարգիչների հիշողություններն են բռնագրավել եւ ասենք ընտանիքս հայտնվել է շատ անհարմար վիճակում, երեխաներս ուսանող են, կինս դպրոցում դասավանդում է։ Խուզարկության ողջ ընթացքում ասում է գիշերազգեստով եմ եղել, ենթադրում է իրավապահները զենք են փնտրել 44-օրյային մասնակցած քահանայի տանը։ Քննիչներից մեկը բաօրինական էլ զենք չունես, դրանից հասկացա, որ զենք են փնտրում։ Տեր Վրդանեսը զրպարտություն է որակում Հովանավանքի քահանա Տեր Արամի պնդումը, թե թեմի առաջնորդից հրահանգ են ստացել մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քրեական գործ հենց այդ պնդման հիման վրա էր հարուցվել։ Քահանան այժմ վկայի կարգավիճակ ունի այդ գործով։ Ասաց, եթե իրավապահները վեհափառին էլ հասնեն, պատրաստ են։ Մենք Աստծո օգնությամբ ցանկացած գործընթաց հաղթահարելու պատրաստ ենք։ Աստված է վեհափառին, եկեղեցական դասին եւ մեր բարեպաշտ ժողովրդի օգնականը։ Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում։